Երբ ոստիկանությունը մտավ Գալիան Օվենցի անկողնասենյակ, անկողնու տակ գտան փոքրիկ տետր, կարմիր կաշվե կազմով, որի առաջին էջում գրված էր միայն մեկ նախադասություն. Եթե ինչ-որ բան պատահի ինձ, մի հավատացեք, որ դա պատահական էր, այդ տետրը 30 տարի թաքցրել են ընտանիքի անդամները, իսկ այն, ինչ գրված էր հաջորդ էջերում, ամբողջովին հակասում էր պաշտոնական տարբերակին։ Այնտեղ Գալիայի ձեռագիրը պատմում էր ոչ թե փառահեղ սիրո մասին, այլ 30 տարվա ահավոր գերության մասին, որտեղ բեմի լույսերը միայն ծածկում էին կապույտ գծիկները, իսկ ծափահարությունները խեղդում էին օգնության աղաղակները, ինչու՞։ Այս փաստաթուղթը անհետացել քրեական գործից, ով էր այն մարդը, ում անունը Գալիան գրել էր մեծատառերով վերջին էջում, եւ ինչու՞։ Այն բոլոր վկաները, ովքեր տեսել են այդ տետրը, մեկ առ մեկ փոխել իրենց ցուցմունքները։ 1958 թվականի հունվարի սառը առավոտ Երանի Սպենդիարյանի անվան օպերայի բալետի թատրոնի դիմաց հավաքվել էր ավելի քան 2000 մարդ։ Նրանք սպասում էին ոչ թե պրեմիերայի, այլ մի երիտասարդ աղջկա, ով պետք է անցներ դռնով, իր առաջին փորձի համար։ Գալիան Օվենցը 19 տարեկան աղջիկ Լենինականից, ում մայրը լվացքատուն էր աշխատում, իսկ հայրը զոհվել էր պատերազմում, եկել էր մայրաքաղաք, երազանքով դառնալ դերասանուհի։ Նրա ձեռքում փոքրիկ ճամփրուկ էր, որտեղ ամեն ինչ էր, ինչ ուներ այս աշխարհում, երկու զգեստ, մայրիկի լուսանկարը, հոր ճակատագրական ծանուցագիրը, բայց ոչ ոք չգիտեր, որ այդ նույն ճամփրուկի կրկնակի հատակի տակ թաքցված էր մեկ այլ փաստաթուղթ, բժշկական տեղեկանք, որտեղ գրված էր ախտորոշում, որը կարող էր ավարտել նրա կարիերան, նախքան այն սկսելը, ով էր այն բժիշկը, ով համաձայնեց թաքցնել այդ ախտորոշումը, եւ ինչ կին պահանջեց նա դրա համար։ Թատրոնի մուտքի մոտ կանգնած էր մի տղամարդ, 43 տարեկան, մուգ բաճկոնով ծխախոտով ձեռքին, Լոն Ղազանչյանը, ում անունը արդեն հայտնի էր որպես խստագույն ռեժիսոր, ով կարող էր կործանել դերասանի կարիերան մեկ բառով։ Նրա հայացքը հետում էր Գալիային, երբ աղջիկը բարձրանում էր աստիճաններով։ Այդ հայացքում կար ինչ-որ բան, ինչը ստիպեց մի ծեր դերասանուհու, ով տեսավ այդ տեսարանը, ասել իր ընկերուհուն. Աստված փրկի այդ երեխային, բայց ինչու՞։ Ասաց նա դա, ինչ գիտեր այդ կինը Ղազանչյանի մասին, ինչը մյուսները չգիտեին, եւ ինչու։ Հենց 3 օր անց այդ դերասանուհին հանկարծ հեռացավ թատրոնից, մինչ իր մահը երբեք չխոսեց Գալիայի մասին։ Առաջին փորձը տեց ընդամենը 15 րոպե։ Գալիան կարդաց Օֆելիայի մենախոսությունը, դահլիճում տիրող լռությունը այնքան խիտ էր, որ լսվում էր նրա շնչառությունը։ Երբ նա ավարտեց, Ղազանչյանը ոչինչ չասաց, նա պարզապես ծխեց իր ծխախոտը, հայացքը սերված Գալիայի դեմքին, հետո դանդաղ ձեռքերը ծափահարեց, 1, 2, 3 անգամ։ Այդ ծափերը հնչեցին ոչ թե որպես գովասանք, այլ որպես դատավճիռ, դու կմնաս, ասաց նա։ Այդ երկու բառերը փոխեցին Գալիայի ողջ կյանքը, բայց ինչու՞։ Մյուս ռեժիսորները, ովքեր նստած էին դահլիճում, լռեցին, ինչու՞։ Ոչ ոք չմիջամտեց, երբ Ղազանչյանը հայտարարեց, որ Գալիան կլինի միայն իր դերասանուհին, եւ ինչու՞։ Թատրոնի տնօրենը, ով հայտնի էր իր արդարամտությամբ, հանկարծ ստորագրեց պայմանագիր, որտեղ գրված էր, որ Գալիան Օվենցը չի կարող աշխատել ոչ մի այլ ռեժիսորի հետ առանց Ղազանչյանի գրավոր թույլտվության։ Հաջորդ 6 ամիսը Գալիան ապրեց երազանքում։ Նրան տվեցին փոքրիկ սենյակ թատրոնի հարանությամբ, որտեղ նա պարապում էր առավոտից մինչ երեկո։ Ղազանչյանը անձամբ վերահսկում էր նրա յուրաքանչյուր քայլը, ինչպես նա քայլում է, ինչպես խոսում է, նույնիսկ ինչպես շնչում է։ Նա արգելեց նրան հանդիպել ընկերների հետ, ասելով, որ դերասանուհին պետք է լինի մենակ, որպեսզի կարողանա զգալ իր հերոսուհու ցավը։ Գալիան հնազանդվում էր, որովհետև հավատում էր, որ սա է ճանապարհը դեպի մեծություն, բայց մի օր, երբ նա վերադարձավ իր սենյակ վարժանքից հետո, տեսավ, որ նրա ճամփրուկը բացված է։ Մայրիկի նամակները, որոնք նա պահում էր բարձի տակ, դասավորված են սեղանին։ Ով էր մտել նրա սենյակ, ինչ էին փնտրում, եւ ինչու։ Հենց հաջորդ օրը Ղազանչյանը հանկարծ հարցրեց նրան մայրիկի առողջության մասին, թե Գալիան երբեք չէր խոսել դրա մասին։ 1959 թվականի սեպտեմբերին Գալիան Օվենցը դեբյուտ արեց Օֆելիայի դերում։ Դահլիճը լիքն էր, երբ վարագույրը բարձրացավ։ Հազարավոր աչքեր սերվեցին այդ փոքրիկ, նուրբ արարածի վրա, ով կանգնած էր բեմի կենտրոնում։ Նրա ձայնը դողում էր, բայց ոչ վախից, այլ այնպիսի ցավից, որը չէր կարելի խաղալ։ Դա իրական էր։ Երբ ներկայացումը ավարտվեց, դահլիճը պայթեց ծափահարություններից։ Մարդիկ կանգնած էին պոռում, իսկ Գալիան կանգնած էր բեմի վրա, արցունքներով դեմքին, չէր հասկանում, արդյոք սրանք ուրախության արցունքներ են, թե ինչ-որ այլ բանի։ Բեմի ետում Ղազանչյանը նայում էր նրան, նրա դեմքին կար այնպիսի արտահայտություն, որը տեսնելով մի ծեր բեմադրիչ ասաց իր օգնականին. Նա չի թողնի նրան երբեք գնալ, նա գտել է իր գերին, բայց ինչու՞։
ասաց նա Գերի, իսկ ոչը Մուսա, ինչ տեսավ նա այդ հայացքում, ինչը մյուսները չտեսան, հաջողությունից հետո Գալիայի կյանքը փոխվեց, նրան հրավիրեցին կինոյում նկարահանվելու, առաջարկեցին պայմանագրեր այլ թատրոններից, բայց Ղազանչյանը մերժեց բոլորը։ Դու դեռ պատրաստ չես, ասում էր նա, դու պետք է մնաս այստեղ, որտեղ ես կարող եմ քեզ պաշտպանել, եւ Գալիան հավատում էր նրան, որովհետեւ նա էր միակը, ով հավատացել էր նրան, երբ ոչ ոք չէր հավատում, բայց մի գիշեր, երբ Գալիան մնաց թատրոնում ուշ պարապելու համար, նա լսեց ձայներ տնօրենի գրասենյակից, մեկը Ղազանչյանն էր, մյուսը տնօրենը, նրանք վիճում էին, Գալիան լսեց, թե ինչպես տնօրենը ասում է, դու չես կարող նրան գերի պահել, նա ազատ մարդ է, իսկ Ղազանչյանի պատասխանը սառեցրեց նրա արյունը։ Նա ազատ է միայն այնքանով, որքանով ես թույլ եմ տալիս, եւ եթե դու փորձես միջամտել, ես կհոգամ, որ դու երբեք այլս չաշխատես այս քաղաքում։ Գալիան փախավ այնտեղից, սիրտը թմբկահարում էր կրծքավանդակում, առաջին անգամ հասկացավ, որ նա ընկած է որոգայթի մեջ։ Բայց արդեն ուշ էր, ով կարող էր նրան օգնել, երբ ամենահզոր մարդը թատրոնում նրա պաշտպանիչն էր, եւ ինչու։ Հենց հաջորդ օրը այդ տնօրենը հանկարծ հրաժարական տվեց, հեռացավ Երանից։ 1960 թվականի գարնանը Ղազանչյանը առաջարկեց Գալիային ամուսնանալ, դա չէր եղել առաջարկ, այլ հայտարարություն, նրանք նստած էին նրա բնակարանում։ Ղազանչյանը ասաց. «Մենք կամուսնանանք հաջորդ ամիս, ես արդեն ամեն ինչ կարգավորել եմ»։ Գալիան նայեց նրան, առաջին անգամ համարձակվեց հարցնել. «Իսկ եթե ես չուզենամ»։ Ղազանչյանի դեմքը չփոխվեց, նա պարզապես հանեց մի ծրար իր գրպանից դրեց սեղանին, այնտեղ լուսանկարներ էին, Գալիայի մայրիկը լվացքատանը, նրա փոքր քույրը դպրոցում, նրանց փոքրիկ տունը Լենինականում, նրանք շատ խոցելի են, ասաց Ղազանչյանը հանգիստ ձայնով, այս քաղաքում շատ վատ բաներ կարող են պատահել խոցելի մարդկանց, բայց եթե դու լինես իմ կինը, ես կհոգամ, որ նրանք միշտ անվտանգ լինեն։ Գալիան նայեց այդ լուսանկարներին, հասկացավ, որ նա ընտրություն չունի։ Նա կարող էր փրկել իրեն, բայց դա նշանակում էր դատապարտել իր ընտանիքը, կամ կարող էր զոհաբերել իրեն, փրկելու նրանց, եւ նա ընտրեց երկրորդը, բայց արդյոք դա իսկապես ընտրություն էր, թե։ Սա էր միակ ելքը, որը Ղազանչյանը թողել էր նրա համար։ Հարսանիքը տեղի ունեցավ 1960 թվականի մայիսին, դա էր թատերական աշխարհի իրադարձությունը, երիտասարդ աստղը հայտնի ռեժիսորը, հարյուրավոր հյուրեր, շամպայն, ծաղիկներ, երաժշտություն, բայց ոչ ոք չնկատեց, որ Հարսը չի ժպտում, նրա դեմքը սպիտակ էր, ինչպես մարմարը, աչքերը դատարկ, մի ծեր դերասանուհի, ով եկել էր հարսանիքին, հետո պատմեց իր թոռնուհուն։ Երբ տեսա Գալիայի դեմքը, հիշեցի մի այլ հարսանիք տասնյակ տարիներ առաջ, երբ մեկ այլ երիտասարդ աղջիկ ամուսնացավ մի հզոր տղամարդու հետ, այդ աղջիկը նույնպես չէր ժպտում, եւ 6 ամիս անց նրան գտան մահացած իր բնակարանում։ Պաշտոնական տարբերակը սրտի կաթված էր, բայց բոլորը գիտեին ճշմարտությունը, ով էր այդ աղջիկը, եւ ինչու։ Ոչ ոք չխոսեց այդ մասին բարձրաձայն, արդյոք Գալիան գիտեր այդ պատմությունը, եւ եթե գիտեր, ինչու։ Չփախավ, քանի դեռ ժամանակ կար, առաջին ամիսները ամուսնության մեջ Ղազանչյանը վարվում էր իբր իդեալական ամուսին, նա ծաղիկներ էր բերում, նվերներ էր անում, հանրային տեղերում քնքշորեն վերաբերվում էր Գալիային, բայց տանը, երբ դռները փակվում էին, նա դառնում էր մեկ այլ մարդ, նա վերահսկում էր ամեն ինչ, ինչ էր Գալիան հագնում, ում հետ էր խոսում, նույնիսկ ինչ էր կարդում, նա արգելեց նրան զանգահարել մայրիկին առանց իր ներկայության, ասելով, որ ընտանեկան հարցերը պետք է լինեն թափանցիկ։ Գալիան փորձեց բողոքել մեկ անգամ, Ղազանչյանը չհարվածեց նրան, նա պարզապես նայեց նրան այնպիսի հայացքով, որը ասում էր ավելին, քան ցանկացած հարված, եւ հետո նա հանեց հեռախոսը, զանգահարեց մեկին, Գալիան լսեց, թե ինչպես նա ասում է, այո, Լենինականում։ Փոքրիկ տուն կապույտ դռներով, այո, մայրը քույրը, ոչ, ոչինչ լուրջ, պարզապես մի փոքր զգուշացում։ Գալիան երբեք այլս չբողոքեց, նա սովորեց լռել, ժպտալ, երբ պետք է, անհետանալ, երբ Ղազանչյանի տրամադրությունը վատանում էր, նա դարձավ ստվեր, գեղեցիկ, տաղանդավոր ստվեր, որը գոյություն ուներ միայն բեմի վրա, բայց ինչպես կարող էր մի կին, որը խաղում էր այդքան ուժեղ կերպարներ բեմի վրա, լինել այդքան անօգնական իր սեփական կյանքում, թե։ Հենց այդ անօգնությունն էր, որը նրան դարձնում էր այդքան համոզիչ իր դերերում։ 1962 թվականին Գալիան հղիացավ, երբ նա ասաց Ղազանչյանին, նա սպասում էր, որ նա կուրախանա, բայց փոխարենը նա տեսավ բարկություն։ Ով թույլ տվեց քեզ հղիանալ, հարցրեց նա, քո կարիերան այժմ ամենակարևորն է, երեխան կարող է սպասել։ Գալիան չէր կարող հավատալ իր ականջներին։ Բայց սա մեր երեխան է, ասաց նա։ Ղազանչյանը մոտեցավ նրան շատ հանգիստ, շատ սառը ասաց. Քեզ երեխա է պետք, թե։
Կարիերա, որովհետև երկուսն էլ միաժամանակ չես կարող ունենալ, եւ եթե ընտրես երեխային, ես կհոգամ, որ դու երբեք այլս չաշխատես, ոչ այս թատրոնում, ոչ ուրիշ տեղ, եւ քո ընտանիքը Լենինականում կմնա առանց քո աջակցության։ Գալյան նստեց այնտեղ, ձեռքերը դողում էին, հասկացավ, որ նա պետք է ընտրություն անի ծնվելիք երեխայի իր ընտանիքի մեջ, եւ նա ընտրեց ընտանիքը։ Հաջորդ օրը Ղազանչյանը տարավ նրան մի անհայտ բժշկի մոտ, ով ապրում էր քաղաքի ծայրամասում, այնտեղ մութ սենյակում։ Առանց անզգայացման Գալյան կորցրեց իր երեխային, երբ ամեն ինչ ավարտվեց, բժիշկը տվեց նրան մի թերթիկ, ասաց. «Հանգստացեք 2 շաբաթ, կարող եք վերադառնալ բեմ»։ Գալյան նայեց այդ թերթիկին, տեսավ, որ այնտեղ գրված էր աբորտ, բժշկական ցուցումներով, բայց ո՞ր ցուցումներ, նա առողջ էր, միակ ցուցումը Ղազանչյանի կամքն էր, եւ այդ պահին Գալյան հասկացավ, որ նա այլս ոչ թե կին է, այլ սեփականություն։ 2 շաբաթ անց Գալյան վերադարձավ բեմ, նա խաղաց Մեդիայի դերը, մայրը, ով սպանում է իր երեխաներին, եւ այդ գիշեր նրա խաղը այնքան ուժեղ էր, այնքան ցավոտ, որ դահլիճում մարդիկ լացում էին բարձրաձայն։ Մի քննադատ գրեց. Գալյան Նովենցը չի խաղում Մեդիան, նա ապրում է նրա ցավը, դա ոչ թե դերասանություն է, այլ խոստովանություն, բայց ոչ ոք չգիտեր, թե որքան մոտ էր ճշմարտությանը այդ բառերը։ Բեմից իջնելուց հետո Գալյան գնաց իր հագուստարանը, նստեց հայելու առջ։ Նա նայեց իր դեմքին, սպիտակ հարդարանքի տակ, կարմիր շրթներին, չճանաչեց իրեն, ով էր այդ կինը հայելու մեջ, դերասանուհին, թե գերին, եւ արդյոք կար տարբերություն։ Դռան բացվեց, Ղազանչյանը մտավ, նա կանգնեց նրա հետում, ձեռքերը դրեց նրա ուսերին, ասաց. «Այսօր դու կատարյալ էիր, տեսնում ես, թե ինչի ես դու ընդունակ, երբ ինձ լսում ես»։ Եվ Գալյան նայեց հայելու մեջ, տեսավ ոչ թե 2 մարդկանց, այլ մեկ Ղազանչյանին, նրա ստվերը, իրեն, արդյոք հենց այդպես էր նա պլանավորել սկզբից։ Վերածել նրան ստվերի, որը գոյություն ունի միայն նրա լույսի տակ։ Տարիները անցնում էին, Գալյան Նովենցը դառնում էր ավելի ու ավելի հայտնի, նրա անունը գիտեին ամբողջ Խորհրդային Միությունում, նրան հրավիրում էին Մոսկվա, Լենինգրադ, Կի։ Բայց Ղազանչյանը միշտ գնում էր նրա հետ, նա ներկայացնում էր իրեն որպես նրա մենեջեր, պաշտպանիչ, ամուսին, բայց իրականում նա էր գերեվարողը։ Հյուրանոցային սենյակներում նա ստուգում էր նրա հեռախոսազանգերը, կարդում էր նրա նամակները, վերահսկում էր նրա ամեն քայլը։ Մի անգամ Մոսկվայում մի հայտնի ռեժիսոր առաջարկեց Գալյային դեր իր նոր ֆիլմում, դա էր նրա երազանքը, աշխատել այդ ռեժիսորի հետ, բայց երբ նա ասաց Ղազանչյանին, նա պարզապես ժպտաց, ասաց. «Իհարկե, դու կարող ես ընդունել, բայց հետո քո մայրիկը կմնա առանց իր թոշակի, գիտես, որ ես ունեմ կապեր այնտեղ»։ Մի բառ, նրա թոշակը կկասեցվի։ Գալյան մերժեց առաջարկը, եւ այդ ռեժիսորը, ով երբեք չիմացավ իրական պատճառը, հետո ասաց մի հարցազրույցում. Գալյան Նովենցը հրաշալի դերասանուհի է, բայց նրան պակասում է հավակնոտություն, նա գերադասում է մնալ իր փոքր թատրոնում, քան նվաճել աշխարհը, բայց արդյոք դա հավակնոտության պակաս էր, թե վախ, եւ քանի այլ առաջարկներ էր Գալյան մերժել այդ տարիների ընթացքում, քանի երազանքներ էր նա թաղել, որպեսզի պաշտպանի իր սիրելիներին։ 1970-րդ թվականներին Գալյայի մայրիկը հիվանդացավ, նա ուզում էր գնալ Լենինական, խնամել նրան, բայց Ղազանչյանը թույլ չտվեց։ «Դու ունես ներկայացումներ», ասաց նա։ «Քո քույրը կարող է խնամել մայրիկին», բայց Գալյան գիտեր, որ քույրը աշխատում էր գործարանում, չուներ ժամանակ, նա աղաչեց, լաց եղավ, բայց Ղազանչյանը անխոնջ էր, եւ երբ Գալյան փորձեց գաղտնի գնալ, նա գտավ, որ նրա անձնագիրը անհետացել է։ Ղազանչյանը վերցրել էր այն։ «Թաքցրել, երբ դու սովորես լինել հնազանդ կին, ես կվերադարձնեմ այն», ասաց նա։ Գալյայի մայրիկը մահացավ 2 ամիս անց, Գալյան չկարողացավ գնալ նույնիսկ թաղմանը, որովհետև Ղազանչյանը ասաց, որ նրանք ունեն պրեմիերա։ Այդ գիշեր Գալյան խաղաց Հեկուբայի դերը, մայրը, ով կորցնում է իր բոլոր երեխաներին, եւ երբ նա ասաց տողերդ, ես մնացի առանց ամեն ինչի, ինչ սիրում էի, նրա ձայնը կոտրվեց, դահլիճը լռեց։ Մարդիկ կարծում էին, որ դա դերասանական վարպետություն է, բայց դա էր իրական ցավ, իրական կորուստ, եւ երբ վարագույրը իջավ, Գալյան փլվեց բեմի վրա, լացավ այնպես, որ ողջ թատրոնը լսեց, բայց Ղազանչյանը չթույլ տվեց ոչ ոքի մոտենալ նրան, նա ինքը տարավ նրան տուն, ճանապարհին ասաց. «Այժմ դու հասկանում ես, որ ես եմ միակը, ով քեզ մնացել է, քո մայրիկը չկա, քո քույրը հեռու է, ես եմ քո ընտանիքը, եւ դու երբեք չես կարող ինձ թողնել»։ Եվ այդ պահին Գալյան հասկացավ, որ նա ընկած է այնպիսի որոգայթի մեջ, որտեղից ելք չկա։ Նա կարող էր փախչել, բայց դա նշանակում էր թողնել իր քրոջը առանց պաշտպանության, կամ կարող էր մնալ շարունակել ապրել այս ճեղքված կյանքը, եւ նա ընտրեց մնալ, բայց ինչ գնով եւ քանի ժամանակ կարող էր մի մարդ ապրել առանց իր հոգու, բնակարանի պահարանում, որը Ղազանչյանը միշտ փակ էր պահում, Գալյան մի անգամ գտավ մի հին տուփ լի լուսանկարներով, դրանք լուսանկարներ էին այլ կանանց, երիտասարդ, գեղեցիկ,
Բոլորի աչքերում նույն արտահայտությունը, վախ, յուրաքանչյուր լուսանկարի հետում գրված էր անուն տարեթիվ՝ Նաիրա 1948, Ծիրանուշ 1950, Արմինե 1955։ Ընդհանուր առմամբ 12 կին, Գալյան ճանաչեց մի քանիսին։ Դերասանուհիներ, ովքեր հանկարծ անհետացել էին թատերական աշխարհից, մեկի մասին ասում էին, որ գնացել է Մոսկվա, մյուսի մասին, որ ամուսնացել է թողել կարիերան, բայց այժմ, նայելով այդ լուսանկարներին, Գալյան հասկացավ ճշմարտությունը։ Նրանք բոլորը եղել են Ղազանչյանի նախագծեր, մինչ նրան տուփի հատակին էր ամենավերջին լուսանկարը, Արմինեի։ Նրա լուսանկարի հետում գրված էր ոչ միայն անունը, այլ մեկ այլ բառ՝ անհետացած։ Գալյան հիշեց, որ Արմինեն եղել է շատ խոստումնալից դերասանուհի, ով հանկարծ անհետացել էր։ 1957 թվականին, պաշտոնական տարբերակը, նա փախել էր սիրածի հետ, բայց ով էր այդ սիրածը, եւ ինչու։ Ոչ ոք երբեք չտեսավ նրան կրկին։ Գալյան դողացող ձեռքերով վերցրեց լուսանկարը, հենց այդ պահին լսեց Ղազանչյանի քայլերը աստիճաններում, նա արագ դրեց ամեն ինչ տեղը, փակեց պահարանը, բայց արդեն ուշ էր։ Ղազանչյանը տեսավ նրա դեմքի գույնը, տեսավ դողացող ձեռքերը, նա մոտեցավ, բացեց պահարանը, նայեց տուփին, հետո դանդաղ, շատ դանդաղ շրջվեց դեպի Գալյան։ Հետաքրքիր է, հարցրեց նա, ուզում ես իմանալ նրանց պատմությունները, եւ այդ պահին Գալյան հասկացավ, որ նա տեսել է ինչ-որ բան, ինչ չպետք է տեսներ, բայց արդեն ուշ էր վերադառնալ։ Արդյոք Ղազանչյանը պատրաստվում էր ավելացնել նրա լուսանկարը այդ հավաքածուին, եւ ինչ նշանակում էր բառը անհետացած Արմինեի լուսանկարի վրա։ Հաջորդ շաբաթները Ղազանչյանը վարվում էր տարօրինակ հանգիստ, նա չհիշատակեց լուսանկարները, չբարկացավ, նույնիսկ ավելի քնքուշ էր, քան սովորաբար, բայց Գալյան տեսնում էր, թե ինչպես նա նայում է իրեն ուսումնասիրող հայացքով, ինչպես որ գիտնականը նայում է փորձարարական առարկային։ Մի երեկո նա տարավ Գալյային ռեստորան Արարատ, որտեղ հավաքվում էր քաղաքի էլիտան, նրանք նստեցին անկյունային սեղանի մոտ, Ղազանչյանը պատվիրեց ամենաթանկ շամպայնը։ Մենք տոնում ենք, ասաց նա, 20 տարի միասին։ Գալյան փորձեց ժպտալ, բայց նրա դեմքի մկանները չէին հնազանդվում։ 20 տարի գերության մեջ։ Ռեստորանում նա տեսավ ծանոթ դեմքեր, դերասաններ, ռեժիսորներ, պաշտոնյաներ, նրանք բոլորը ժպտում էին, ողջունում էին, բայց ոչ ոք չմոտենում էր նրանց սեղանին, նրանք վախենում էին Ղազանչյանից, եւ հետո Գալյան տեսավ մի կին նստած հակառակ անկյունում։ Նա ծեր էր, մոտավորապես 60 տարեկան, բայց նրա դեմքում կար ինչ-որ ծանոթ։ Կինը նայում էր Գալյային, նրա աչքերում կար այնպիսի արտահայտություն, որը Գալյան չէր կարող մեկնաբանել։ Գորովանք թե զգուշացում։ Ղազանչյանը նկատեց Գալյայի հայացքը շրջվեց, երբ տեսավ կնոջը, նրա դեմքը կարծրացավ։ Մենք գնում ենք, ասաց նա, առանց սպասելու պատասխանի, բռնեց Գալյայի ձեռքից, տարավ դուրս։ Ճանապարհին տուն Գալյան համարձակվեց հարցնել. Ո՞վ էր այդ կինը։ Ղազանչյանը չպատասխանեց, նա պարզապես վարում էր, ձեռքերը սեղմած ղեկին, նրա կնճիռները սպիտակ էին լարվածությունից։ Երբ հասան տուն, նա գնաց իր գրասենյակ, փակեց դուռը։ Գալյան լսեց հեռախոսազանգ, լսեց Ղազանչյանի բարձրացած ձայնը, բայց չէր կարող տարբերել բառերը։ Ո՞վ էր այդ կինը, որը կարողացավ այդպես խանգարել Ղազանչյանին, եւ ինչու։ Նա նայում էր Գալյային այդպիսի հայացքով, ինչպես որ փորձում էր նրան ինչ-որ բան ասել առանց բառերի։ 1981 թվականին Գալյային առաջարկեցին դեր նոր հեռուստասերիալում, դա էր մեծ նախագիծ, ռեժիսորը հատուկ ուզում էր Գալյային։ Բայց երբ նա ասաց Ղազանչյանին, նա տեսավ նրա դեմքում ինչ-որ բան, ինչը սառեցրեց նրա արյունը։ Դա չէր բարկություն, ոչ էլ նախանձ, դա էր հաշվարկ։ Իհարկե, դու կարող ես ընդունել, ասաց նա, բայց նախ մենք պետք է խոսենք քո քրոջ հետ։ Գալյան չհասկացավ. Ինչ կապ ունի իմ քույրը։ Ղազանչյանը ժպտաց, այն սառը, հաշվարկված ժպիտը, որը Գալյան սովորել էր վախենալ, քո քույրը աշխատում է գործարանում։ Այնպես չէ, շատ վտանգավոր տեղ, պատահարներ են լինում, մարդիկ կորցնում են ձեռքերը մեքենաներում, ընկնում են աստիճաններից։ Իհարկե, եթե ունենաս ճիշտ կապեր, կարող ես ապահովել, որ նման բաներ չպատահեն։ Գալյան նստեց այնտեղ, հասկացավ, որ սա էր նոր մակարդակը, այլս ոչ միայն սպառնալիքներ, այլ բացահայտ շանտաժ։ Նա կարող էր ընդունել դերը, ռիսկի ենթարկել իր քրոջ կյանքը, կամ կարող էր մերժել, մնալ անվտանգ, բայց արդյոք դա անվտանգություն էր, թե։ Դանդաղ մահ, նա նայեց Ղազանչյանին, տեսավ, որ նա վայելում է սա, նա վայելում էր իր իշխանությունը, վայելում էր Գալյայի տառապանքը, եւ այդ պահին Գալյան հասկացավ ինչ-որ բան ահավոր, Ղազանչյանը չէր սիրում նրան, նա երբեք չէր սիրել։ Նա սիրում էր վերահսկելը, սիրում էր իշխանությունը, սիրում էր տեսնել, թե ինչպես մի ուժեղ կին կոտրվում է նրա ձեռքերի տակ, եւ Գալյան եղել էր միայն ամենավերջին զոհը երկար շարքում, բայց ինչու։ Նա, ինչ էր տեսել Ղազանչյանը նրա մեջ այն առաջին օրը թատրոնի աստիճաններին, արդյոք դա եղել էր նրա տաղանդը, թե։
Նրա խոցելիությունը, Գալյան մերժեց դերը հեռուստասերիալում, նա ասաց ռեժիսորին, որ ունի այլ պարտավորություններ, ռեժիսորը թե հիասթափված հասկացավ, բայց մի շաբաթ անց Գալյան ստացավ հեռախոսազանգ իր քրոջից, քույրը լաց էր լինում, Գալյա, ինչ որ բան տարօրինակ է կատարվում, ասաց նա, գործարանում ինձ տեղափոխեցին ամենավտանգավոր բաժին, ես աշխատում եմ մեքենաների մոտ, որոնք կարող են կտրել ձեռքերը, եւ վերակացուն ինձ ասաց, որ եթե ես բողոքեմ, ինձ կհեռացնեն, Գալյան լսում էր, նրա սիրտը ջմլվում էր, սա էր Ղազանչյանի վրեժը, նա ցույց էր տալիս, որ նույնիսկ երբ Գալյան հնազանդվում է, նա կարող է պատժել, որովհետև խնդիրը չէր հնազանդությունը, խնդիրը վերահսկումն էր, եւ Ղազանչյանը ուզում էր, որ Գալյան հասկանա, որ նա վերահսկում է ամեն ինչ նրա կարիերան, նրա ընտանիքը, նրա կյանքը, մի անհանգստացիր, ասաց Գալյան իր քրոջը, թե ինքը գիտեր, որ դա սուտ է, ամեն ինչ կլավ կլինի, բայց ինչպես կարող էր ամեն ինչ լավ լինել, երբ նրանք ապրում էին մի մարդու ստվերի տակ, ով վայելում էր այլոց տառապանքը։ Գալյան կախեց հեռախոսը։ Նստեց իր սենյակում մութ, լուռ, եւ առաջին անգամ իր կյանքում նա մտածեց ինչ-որ բանի մասին, ինչի մասին երբեք չէր մտածել, փախուստ, բայց ինչպես կարող էր փախչել, երբ Ղազանչյանը ուներ աչքեր ամենուր, եւ ով կարող էր նրան օգնել, երբ բոլորը վախենում էին նրանից, 1982 թվականի աշնանը Գալյան հանդիպեց մի կնոջ, ով փոխեց ամեն ինչ, նրա անունը Մարինե էր, նա էր նոր դերասանուհին թատրոնում, երիտասարդ, տաղանդավոր, լի երազանքներով։ Գալյան տեսավ նրա մեջ իրեն 20 տարի առաջ, նույն փայլը աչքերում, նույն հավատը, որ ամեն ինչ հնարավոր է, եւ նա տեսավ նա, թե ինչպես Ղազանչյանը նայում է Մարինեին, այդ նույն հայացքը, որը նա ուղղել էր Գալյային երկար տարիներ առաջ, որսորդի հայացքը։ Մի օր, երբ նրանք միայն էին հագուստարանում, Գալյան մոտեցավ Մարինեին, ես ուզում եմ քեզ ինչ-որ բան ասել, սկսեց նա, բայց Մարինեն ընդհատեց, ես գիտեմ, ինչ ես ուզում ասել, ասաց նա, բոլորը զգուշացնում են ինձ Ղազանչյանի մասին, բայց նա ինձ առաջարկեց գլխավոր դեր նոր ներկայացումում։ Սա իմ հնարավորությունն է, Գալյան։ Նայեց այդ երիտասարդ աղջկան, տեսավ իր անցյալը, լսիր ինձ, ասաց նա, նրա ձայնը դողում էր, այդ դերը գին ունի, եւ այդ գինը ավելի բարձր է, քան դու կարող ես պատկերացնել, Ղազանչյանը չի տալիս ոչինչ անվճար, նա վերցնում է ամեն ինչ, քո ազատությունը, քո արժանապատվությունը, քո հոգին, Մարինեն նայեց նրան, նրա աչքերում Գալյան տեսավ կասկած, բայց դու աշխատել ես նրա հետ 20 տարի, ասաց Մարինեն, եթե նա այդքան վատ է, ինչու՞ Դու չես հեռացել, եւ այդ հարցը խրվեց Գալյայի սրտում ինչպես դանակ, ինչու, որովհետև նա վախենում էր, որովհետև նա թույլ էր, որովհետև նա ընտրել էր իր ընտանիքի անվտանգությունը իր ազատության փոխարեն, բայց արդյոք դա արդարացնում էր։ Արդյոք նա իրավունք ուներ դատապարտել մեկ այլ երիտասարդ կնոջ նույն ճակատագրին, հեռացիր այստեղից, ասաց Գալյան, հեռացիր, քանի դեռ կարող ես, մի կրկնիր իմ սխալները, բայց Մարինեն միայն ժպտաց հեռացավ, եւ Գալյան գիտեր, որ նա կորցրել է այդ ճակատամարտը։ Արդյոք նա կարող էր փրկել Մարինեին, թե? Արդեն ուշ էր, ինչպես ուշ էր եղել իր համար, 2 ամիս անց Մարինեն ամուսնացավ Ղազանչյանի հետ, դա էր երկրորդ ամուսնությունը նրա համար, նա ամուսնալուծվել էր Գալյայից 1980 թվականին, թե նրանք շարունակում էին ապրել միասին։ Պաշտոնապես նրանք բաժանված էին, բայց իրականում ոչինչ չէր փոխվել, Ղազանչյանը դեռ վերահսկում էր Գալյայի կյանքը, դեռ սպառնում էր նրա ընտանիքին, ամուսնալուծությունը եղել էր միայն թուղթ, որպեսզի նա կարողանա ամուսնանալ Մարինեի հետ։ Գալյան գնաց հարսանիքին, որովհետև Ղազանչյանը պահանջեց, դու պետք է լինես այնտեղ, ասաց նա, դու պետք է ցույց տաս բոլորին, որ մենք ընկերներ ենք, եւ Գալյան գնաց, հագավ իր լավագույն զգեստը, դրեց ժպիտ իր դեմքին, նստեց այնտեղ նայելով, թե ինչպես մեկ այլ երիտասարդ կին մտնում է նույն որոգայթը, որտեղ նա ապրել էր 20 տարի, հարսանիքի ժամանակ Մարինեն մոտեցավ նրան, շնորհակալություն, որ եկար, ասաց նա, ես գիտեմ, որ դա դժվար է քեզ համար, Գալյան նայեց նրան, տեսավ, որ աղջիկը դեռ չի հասկանում, նա դեռ կարծում է, որ սա սիրո պատմություն է։ Նա դեռ չի տեսել իրական Ղազանչյանին, լավ եղիր, ասաց Գալյան, այդ երկու բառերում կար ամբողջ նրա ցավը, ամբողջ նրա զգուշացումը, բայց Մարինեն միայն ժպտաց հեռացավ, եւ Գալյան նստեց այնտեղ, միայն իր մտքերի հետ, մտածեց քանի ժամանակ գտի, մինչ Մարինեն հասկանա ճշմարտությունը, քանի ժամանակ գտի, մինչ նրա ժպիտը անհետանա, նրա աչքերը լցվեն նույն դատարկությամբ, որը Գալյան տեսնում էր հայելու մեջ ամեն առավոտ, եւ արդյոք Գալյան ուներ որևէ պարտականություն փորձել փրկել նրան, թե յուրաքանչյուր կին պետք է սովորեր իր սեփական դասերը, անկախ նրանից, թե որքան ցավոտ են դրանք։ 1983 թվականին Գալյայի քույրը մահացավ գործարանում, պաշտոնական տարբերակը, արտադրական պատահար, նրա ձեռքը մտավ մեքենա։ Նա կորցրեց շատ արյուն, նախքան շտապ օգնությունը հասավ, բժիշկները փորձեցին փրկել նրան, բայց ուշ էր, երբ Գալյան ստացավ լուրը, նա չլաց եղավ, նա պարզապես նստեց իր սենյակում նայեց պատին, նա գիտեր, որ սա չէր պատահական, նա գիտեր,
որ Ղազանչյանը ուներ իր ձեռքը այս գործում։ Թերս ոչ ուղղակիորեն, բայց նա էր այն մարդը, ով տեղափոխել էր քրոջը վտանգավոր բաժին, նա էր այն մարդը, ով ստեղծել էր պայմանները այս ողբերգության համար, եւ Գալյան գիտեր, որ սա էր նրա պատիժը համարձակության համար, որ մտածեց փախուստի մասին, համարձակության համար, որ փորձեց զգուշացնել Մարինեին։ Ղազանչյանը ցույց էր տալիս, որ նա վերահսկում է ոչ միայն Գալիայի կյանքը, այլ մահը նրա սիրելիների։ Թաղմանը Ղազանչյանը եկավ Գալիայի հետ, նա կանգնեց նրա կողքին, ձեռքը դրեց նրա ուսին, ամբողջ ժամանակ խոսում էր այլ մարդկանց հետ, ինչպես որ ոչինչ չէր պատահել, իսկ Գալյան կանգնած էր գերեզմանի մոտ, նայում էր արգղին, որը իջնում էր հողի մեջ, հասկանում էր, որ սա էր վերջը, նա այլս չուներ ընտանիք, որին պաշտպաներ, նա այլս չուներ պատճառ մնալ, բայց նույնիսկ այժմ, երբ ամեն ինչ կորցրել էր, նա չէր կարող գնալ, որովհետև Ղազանչյանը ոչնչացրել էր ոչ միայն նրա ընտանիքը, այլ նրա կամքը, նա այլս չէր հիշում, թե ինչպիսին է լինել ազատ, նա այլս չէր հիշում, թե ինչպիսին է լինել ամբողջական մարդ։ Նա եղել էր ստվեր այնքան երկար, որ մոռացել էր, թե ինչպես լինել իրական, եւ այդ պահին, կանգնած իր քրոջ գերեզմանի մոտ, Գալյան հասկացավ ինչ-որ բան ահավոր, նա չէր մեռնում, բայց նա արդեն մեռած էր, նրա մարմինը շարժվում էր, նրա սիրտը բաբախում էր, բայց նրա հոգին մեռել էր տարիներ առաջ, այն օրը, երբ նա ընտրեց մնալ Ղազանչյանի հետ, եւ այժմ նա պարզապես սպասում էր, մինչ նրա մարմինը հասկանա այն, ինչ նրա հոգին արդեն գիտեր, բայց քանի ժամանակ կարող է մի մարդ ապրել որպես ուրվական, եւ ինչ է մնում, երբ նույնիսկ ուրվականությունը դառնում է անտանելի, երբ Գալյան վերադարձավ թատրոն քրոջ թաղումից հետո, նրա հագուստարանի դուռը բացված էր, թե նա հստակ հիշում էր, որ փակել էր այն։ Ներսում, սեղանի վրա դասավորված էին նրա անձնական իրերը, նամակները, լուսանկարները, նույնիսկ այն փոքրիկ տետրը, որտեղ նա գաղտնի գրում էր իր մտքերը, ամեն էջ կարդացված էր, ամեն գաղտնիք բացահայտված, իսկ սեղանի կենտրոնում, ամենաբարձր տեղում, դրված էր մի նոր լուսանկար։ Գալյայինը նույն ձաչափով, ինչ այն 12 լուսանկարները, որոնք նա գտել էր Ղազանչյանի պահարանում, լուսանկարի հետում նրա սեփական ձեռագրով, որը ակնհայտորեն կեղծված էր, գրված էր. Գալիա, 1960-1983, ոչը անհետացած, ոչը մահացած, այլ պարզապես տարեթվեր, ինչպես կենսագրական տեղեկանքում, բայց ամենասարսափելին այն էր, որ լուսանկարի տակ դրված էր դատարկ տեղ հաջորդ լուսանկարի համար։ Եվ այդ դատարկ տեղի վրա փոքրիկ թերթիկ էր, միայն մեկ անունով։ Մարինե։ Գալյան հասկացավ, որ սա ուղերձ էր, Ղազանչյանը ցույց էր տալիս, որ նա գիտի ամեն ինչ, նրա փորձը զգուշացնել Մարինեին, նրա գաղտնի մտքերը փախուստի մասին, նրա յուրաքանչյուր շնչառությունը, եւ նա ցույց էր տալիս նա, որ Գալյան միայն ժամանակավոր է այս հավաքածուում, շուտով կգա նոր զոհը, բայց ով էր մտել այստեղ դասավորել այս ամենը, արդյոք Ղազանչյանն ինքը թե։ Նա ուներ օգնականներ, ովքեր կատարում էին նրա կեղտոտ աշխատանքը, եւ ինչու։ Հենց այժմ, երբ Գալյան կորցրել էր ամեն ինչ, Ղազանչյանը որոշեց ցույց տալ իր իսկական դեմքը, հաջորդ ամիսները Գալյան ապրում էր ինչպես ավտոմատ, նա գնում էր թատրոն, խաղում էր իր դերերը, վերադառնում էր տուն, բայց ներսում նա մեռնում էր, մարդիկ նկատում էին, որ ինչ-որ բան փոխվել է, նրա խաղը դարձել էր ավելի խորը, ավելի ցավոտ, բայց նա ավելի հեռավոր, ինչպես որ նա խաղում էր ոչ թե բեմի վրա, այլ մի այլ աշխարհից, մի քննադատ գրեց։ Գալյան Օվենցը այլս չի խաղում կյանքը, նա խաղում է մահը, յուրաքանչյուր նրա շարժում, յուրաքանչյուր նրա հայացք խոսում է հրաժեշտի մասին, բայց ոչ ոք չհասկացավ, թե որքան մոտ էր ճշմարտությանը այդ բառերը, Գալյան իսկապես հրաժեշտ էր տալիս, ոչ թե բեմին, ոչ թե դերասանությանը, այլ կյանքին, նա սկսել էր պլանավորել, ամեն գիշեր, երբ Ղազանչյանը քնում էր, նա նստում էր իր սենյակում գրում էր, ոչ թե նամակներ, ոչ թե հուշագրություններ, այլ ցուցմունքներ, նա գրում էր ամեն ինչ, ինչպես Ղազանչյանը վերահսկել է նրա կյանքը, ինչպես սպառնացել է նրա ընտանիքին, ինչպես ստիպել է նրան կորցնել իր երեխային, ինչպես պատճառ դարձավ նրա քրոջ մահվան, նա գրում էր անունները, այն 12 կանանց, որոնց լուսանկարները գտել էր պահարանում, նա գրում էր ամսաթվերը, վայրերը, մանրամասները, եւ երբ ավարտեց, նա թաքցրեց այդ տետրը իր անկողնու տակ, կարմիր կաշվե կազմով, որի առաջին էջում գրեց. Եթե ինչ-որ բան պատահի ինձ, մի հավատացեք, որ դա պատահական էր, նա գիտեր, որ Ղազանչյանը կգտնի այն, նա միշտ գտնում էր ամեն ինչ, բայց դա էր նպատակը, նա ուզում էր, որ նա գտնի, ուզում էր, որ նա իմանա, որ Գալյան այլս չի վախենում։ Որովհետև երբ մարդը կորցնում է ամեն ինչ, նա կորցնում է նավախը, եւ առանց վախի Ղազանչյանը չուներ իշխանություն, բայց արդյոք Գալյան իսկապես պատրաստ էր վերջին քայլին, թե։ Սա էր միայն հերթական փորձ, զգալ, որ նա դեռ վերահսկում է գոնե ինչ-որ բան իր կյանքում։ 1984 թվականի ձմեռը Մարինեն եկավ Գալյայի մոտ, դա էր ուշ երեկո, Գալյան միայն էր տանը, երբ նա բացեց դուռը, տեսավ Մարինեի դեմքը,
Հասկացավ, որ աղջիկը վերջապես իմացել է ճշմարտությունը, նրա աչքերը կարմիր էին լացից, դեմքը խայտաբղետ, ձեռքերը դողում էին, դու ճիշտ էիր, ասաց Մարինեն, նրա ձայնը կոտրված էր, ամեն ինչ, ինչ ասացիր, ճիշտ էր, նա հիվանդ է, նա վայելում է ցավը, նա… Չկարողացավ շարունակել, Գալյան ընկավ նրան, նրանք նստեցին հատակին, երկու կանայք, երկու սերունդներ, երկու զոհեր նույն գազանի, եւ Մարինեն պատմեց, նա պատմեց, թե ինչպես Ղազանչյանը սկզբում քնքուշ էր, հետո վերահսկող, հետո բռնի, թե ինչպես նա արգելեց նրան տեսնել ընկերներին, ծնողներին, թե ինչպես սկսեց ստուգել նրա հեռախոսը, նամակները, նույնիսկ մտքերը, նա ասաց, որ եթե փորձեմ հեռանալ, նա կսպանի ինձ, ասաց Մարինեն, եւ ես հավատացի նրան, որովհետեւ երբ նա ասում է դա, նրա աչքերում տեսնում ես, որ նա լուրջ է։ Գալյան լսում էր, յուրաքանչյուր բառ էր ինչպես դանակի հարված, որովհետեւ սա էր նրա պատմությունը, սա էր այն, ինչ նա ապրել էր 20 տարի, եւ այժմ մեկ այլ երիտասարդ կին ապրում էր նույնը, ինչու՞։ Եկար ինձ մոտ, հարցրեց Գալյան, ես չեմ կարող քեզ օգնել, ես չեմ կարող նույնիսկ ինձ օգնել, Մարինեն նայեց նրան, նրա աչքերում Գալյան տեսավ ինչ-որ բան, ինչը սառեցրեց նրա արյունը, դա չէր հուսահատություն, ոչ էլ վախ, դա էր որոշում, ես եկել եմ, որովհետեւ ուզում եմ, որ դու իմանաս, ասաց Մարինեն, երբ ես անեմ այն, ինչ պլանավորում եմ, ես ուզում եմ, որ գոնե մեկը իմանա ճշմարտությունը, եւ այդ պահին Գալյան հասկացավ, թե ինչ էր պլանավորում Մարինեն, նույնը, ինչ ինքը։ Բայց արդյոք նրանք իրավունք ունեին, արդյոք… Նրանք իրավունք ունեին թողնել այս աշխարհը, թողնելով Ղազանչյանին ազատ, գտնելու նոր զոհեր, թե… Նրանք պարտավոր էին մնալ պայքարել, անկախ նրանից, թե որքան անհուսալի էր այդ պայքարը, Գալյան Մարինեն խոսեցին ամբողջ գիշեր, նրանք խոսեցին իրենց երազանքների մասին, որոնք երբեք չիրականացան, իրենց վախերի մասին, որոնք դարձան իրականություն, իրենց զղջումների մասին, որոնք ծանրաբեռնում էին նրանց հոգին, եւ երբ արշալույսը սկսեց ծագել, Գալյան ասաց Մարինեին ինչ-որ բան, ինչ նա երբեք չէր ասել ուրիշ մարդու, ես գտել եմ ճանապարհ, ասաց նա, ճանապարհ, որը կազատի մեզ երկուսիս։ Բայց դա պահանջում է համարձակություն։ Եվ դա պահանջում է, որ մենք աշխատենք միասին, Մարինեն նայեց նրան, առաջին անգամ երկար ժամանակվա ընթացքում Գալյան տեսավ հույս նրա աչքերում, ինչ պետք է անենք, հարցրեց Մարինեն, եւ Գալյան պատմեց նրան իր պլանի մասին, դա էր պարզ, բայց վտանգավոր։ Նրանք պետք է հավաքեին ապացույցներ, ոչ միայն իրենց դեմ Ղազանչյանի վարքագծի, այլ այն 12 կանանց մասին, որոնց լուսանկարները Գալյան գտել էր, նրանք պետք է գտնեին այդ կանանց, կամ գոնե իմանային, թե ինչ պատահեց նրանց։ Եվ հետո նրանք պետք է տանեին այդ ապացույցները իշխանություններին, ոչ թե տեղական ոստիկանությանը, որը Ղազանչյանը վերահսկում էր, այլ Մոսկվա, կենտրոնական իշխանություններին, բայց դա կտի ամիսներ, ասաց Մարինեն, եւ այդ ամբողջ ժամանակ մենք պետք է շարունակենք ապրել նրա հետ, շարունակենք կրել նրա բռնությունը։ Գալյան գիտեր, որ դա ճիշտ է, բայց նա գիտեր որ սա էր նրանց միակ հնարավորությունը, մենք կարող ենք դա անել, ասաց նա, մենք պետք է դա անենք, ոչ միայն մեզ համար, այլ բոլոր այն կանանց համար, ովքեր եկան մեզանից առաջ, բոլոր նրանց համար, ովքեր կգան մեզանից հետո, եթե մենք ոչինչ չանենք, եւ այդ պահին, նստած հատակին, երկու կանայք կնքեցին դաշինք, որը կփոխեր նրանց կյանքերը կամ կավարտեր դրանք, բայց արդյոք նրանք իսկապես հասկանում էին, թե ինչի դեմ էին պայքարում։ Արդյոք նրանք գիտեին, թե որքան հեռու էր պատրաստ գնալ Ղազանչյանը, որպեսզի պաշտպանի իր գաղտնիքները։ Հաջորդ 6 ամիսները Գալյան Մարինեն աշխատեցին գաղտնի, նրանք հանդիպում էին հազվադեպ, միշտ հանրային տեղերում, միշտ կարճ։ Նրանք փոխանակում էին տեղեկություններ փոքրիկ թերթիկների վրա, որոնք հետո այրում էին, Գալյան սկսեց հետաքննել այն 12 կանանց պատմությունները, նա գտավ, որ 3-ը մահացել են պատահական հանգամանքներում, մեկը ընկավ աստիճաններից, մյուսը խեղդվեց ճաշի ժամանակ, երրորդը ինքնասպան եղավ, 5-ը անհետացել էին առանց որևէ հետքի, նրանց ընտանիքները երբեք չիմացան, թե ինչ պատահեց նրանց, իսկ 4-ը ապրում էին, բայց նրանք ահավոր վիճակում էին, մեկը հոգեբուժարանում, 2-ը ալկոհոլիկներ, 4-ը ապրում էր փողոցում։ Գալյան գնաց այցելեց նրանց, այն, ինչ նա լսեց, ծառեցրեց նրա արյունը, բոլորը պատմեցին նույն պատմությունը, Ղազանչյանը սկզբում քնքուշ էր, հետո վերահսկող, հետո բռնի, նա ոչնչացնում էր նրանց հոգեբանորեն, մինչ նրանք դառնում էին ստվերներ, եւ երբ նա հագենում էր նրանցից, նա նետում էր նրանց, ինչպես օգտագործված իրեր, մի կինը, ով այժմ ապրում էր հոգեբուժարանում, ասաց Գալյային, նա ոչ թե մարդ է, նա հիվանդություն է, եւ մենք բոլորս վարակվել ենք նրանով, Գալյան գրանցեց ամեն ինչ անունները, ամսաթվերը, մանրամասները։ Նա հավաքեց բժշկական տեղեկանքներ, ոստիկանական հաշվետվություններ, ցուցմունքներ, եւ երբ նա ավարտեց, նա ուներ ամբողջական գործ, որը կարող էր ուղարկել Ղազանչյանին բանտ երկար տարիների համար, բայց նա գիտեր որ սա էր վտանգավոր, որովհետեւ եթե Ղազանչյանը իմանար,
Թե ինչ են նրանք անում, նա կանգնեցներ նրանց, ցանկացած գնով, եւ Գալյան գիտեր, թե ինչ նշանակում է ցանկացած կին Ղազանչյանի համար։ 1985 թվականի մարտին Գալյան Մարինեն պատրաստ էին, նրանք ունեին բոլոր ապացույցները, բոլոր ցուցմունքները։ Նրանք պլանավորել էին ամեն ինչ, ինչպես կտանեին փաստաթղթերը Մոսկվա, ում կտային դրանք, ինչպես կպաշտպանեին իրենց, մինչ իշխանությունները ձեռնարկեին գործողություններ, բայց մի գիշեր առաջ, քան նրանք պետք է մեկնեին, Ղազանչյանը եկավ Գալյայի մոտ։ Նա մտավ նրա սենյակ առանց թակելու, նրա դեմքին կար այնպիսի արտահայտություն, որը Գալյան երբեք չէր տեսել, դա չէր բարկություն, ոչ էլ ատելություն, դա էր հաշվարկված սառնություն։ Ես գիտեմ, թե ինչ ես դու անում, ասաց նա։ Ես գիտեմ քո փոքրիկ պլանի մասին, քո փոքրիկ ընկերուհու հետ, եւ ես պետք է ասեմ, որ ես հիասթափված եմ։ Ես կարծում էի, որ դու սովորել ես քո դասերը։ Գալյան զգաց, թե ինչպես նրա սիրտը կանգ առավ, ինչպես նա իմացավ, նրանք այդքան զգույշ էին եղել։ Դու կարծում ես, որ ես չգիտեմ, թե ինչ է կատարվում իմ սեփական տանը, շարունակեց Ղազանչյանը։ Դու կարծում ես, որ կարող ես խաբել ինձ, բայց ես միշտ գիտեմ, ես միշտ մի քայլ առաջ եմ։ Նա մոտեցավ Գալյային, հանեց մի ծրար իր գրպանից։ Այնտեղ լուսանկարներ էին, Գալյան Մարինեն հանդիպում են, խոսում են, փոխանակում են թերթիկներ, ես ունեմ մարդիկ ամենուր, ասաց Ղազանչյանը, եւ նրանք հաղորդում են ինձ ամեն ինչ։ Գալյան նստեց անկողնու վրա, զգաց, թե ինչպես նրա վերջին հույսը փլվում է։ Նրանք ձախողվել էին, ամեն ինչ, ինչի համար նրանք աշխատել էին 6 ամիս։ Ամեն ինչ անօգուտ էր։ Ինչ ես անելու, հարցրեց Գալյան, նրա ձայնը դողում էր։ Ղազանչյանը ժպտաց, այն սառը, հաշվարկված ժպիտը։ Ես չեմ անելու ոչինչ, ասաց նա, դու ես անելու, դու ես գնալու Մարինեի մոտ, դու ես ասելու նրան, որ պլանը չեղարկված է։ Դու ես ասելու նրան, որ եթե նա փորձի ինչ-որ բան անել, ես կհոգամ, որ նրա ծնողները տառապեն, եւ հետո դու ես վերադառնալու այստեղ, մենք ես շարունակելու ապրել մեր երջանիկ կյանքը։ Գալյան նայեց նրան, այդ պահին ինչ-որ բան կոտրվեց նրա ներսում, ոչ թե հույսը, այն արդեն կոտրված էր, ոչ թե վախը, այն արդեն սպառված էր, այլ ինչ-որ բան ավելի խորը, ինչ-որ բան, ինչը պահում էր նրան կենդանի, եւ երբ այն կոտրվեց, Գալյան հասկացավ, որ նա այլս չուներ ոչինչ կորցնելու, եւ երբ մարդը չունի ոչինչ կորցնելու, նա դառնում է ամենավտանգավորը, այն գիշեր, երբ Ղազանչյանը հեռացավ իր գրասենյակ, համոզված, որ Գալյան կհնազանդվի, ինչպես միշտ, նա չտեսավ, թե ինչպես Գալյան հանեց հեռախոսը, զանգահարեց ոչ թե Մարինեին, այլ մեկ այլ համարի, ձայնը, որը պատասխանեց, պատկանում էր այն ծեր դերասանուհուն, ում Գալյան տեսել էր ռեստորանում, կինը, ով նայում էր նրան այնպիսի հայացքով, որը փորձում էր զգուշացնել, այդ կինը կոչվում էր Սոնա, նա եղել էր Արմինեի, այն անհետացած դերասանուհու մայրը, 30 տարի նա փնտրել էր իր դստերը, 30 տարի նա հավաքել էր ապացույցներ Ղազանչյանի դեմ, բայց երբեք չէր ունեցել համարձակությունը գործել։ Բայց այժմ, լսելով Գալյայի ձայնը, լսելով նրա պատմությունը, Սոնան հասկացավ, որ եկել է ժամանակը։ Ես գիտեմ, թե որտեղ է թաղված իմ դուստրը, ասաց Սոնան, նրա ձայնը լի էր 30 տարվա ցավով։ Ես գիտեմ, որովհետև ես հետել եմ Ղազանչյանին այն գիշեր, երբ նա տարավ նրան, հին Ամառանոց քաղաքից 30 կիլոմետր հեռու, լեռների մեջ, նա կարծում էր, որ ոչ ոք չի տեսնում, բայց ես տեսա, եւ ես նշեցի տեղը։ Գալյան ունկնդրում էր, նրա ձեռքերը դողում էին այնքան ուժգնորեն, որ հեռախոսը գրեթե ընկավ։ Սա էր այն, ինչ նրանց պակասում էր, ոչ թե փաստաթղթեր, ոչ թե ցուցմունքներ, այլ մարմին, իրական ապացույց, որը չէր կարող անտեսվել։ Մենք պետք է գնանք այնտեղ, ասաց Գալյան, մենք պետք է գտնենք նրան, հետո տանենք ամեն ինչ ոչ թե Մոսկվա, այլ ուղղակի հանրությանը։ Մենք պետք է դարձնենք սա այնքան հանրային, որ Ղազանչյանը չկարողանա թաքցնել։ Սոնան լռեց մի պահ, հետո ասաց. Բայց եթե մենք անենք սա, նա կգիտենա, եւ նա կգա մեր հետից։ Գալյան նայեց դեպի դուռը, որտեղ Ղազանչյանը նստած էր իր գրասենյակում, ասաց բառերը, որոնք նա երբեք չէր կարծում, որ կասի. Թող գա, ես այլս չեմ վախենում նրանից, որովհետև ամենավատ բանը, որ նա կարող էր անել ինձ, նա արդեն արել է, նա վերցրեց իմ կյանքը, բայց նա չի կարող վերցնել իմ ճշմարտությունը, եւ այդ պահին Սոնան հասկացավ, որ Գալյան փոխվել է, այլս ոչ թե վախեցած զոհ, այլ կին, ով պատրաստ էր պայքարել, բայց արդյոք նրանք երկուսը բավական էին հաղթելու այն հրեշի դեմ, ով ոչնչացրել էր այնքան կյանքեր, եւ ինչ կին պետք է վճարեին նրանք այդ ճշմարտության համար։ Հաջորդ 3 օրը Գալյան վարվեց ճիշտ այնպես, ինչպես Ղազանչյանը ակնկալում էր, նա գնաց Մարինեի մոտ, ասաց նրան, որ պլանը չեղարկված է, թե նրա աչքերը փոխանցում էին այլ ուղերձ։ Մարինեն հասկացավ, նա խաղաց իր դերը, լաց եղավ, բողոքեց, բայց վերջումը համաձայնվեց։ Ղազանչյանը դիտում էր նրանց, գոհ իր հաղթանակից։ Նա չտեսավ, թե ինչպես Գալյան թողեց փոքրիկ թերթիկ Մարինեի ձեռքում, հասցեով ժամանակով 4-րդ օրը, երբ Ղազանչյանը գնաց թատրոն վերահսկելու նոր ներկայացումը, Գալյան, Մարինեն Սոնան հանդիպեցին, նրանք վերցրին Սոնայի հին մեքենան, քշեցին դեպի լեռները։ Ճանապարհը
Երկար էր դժվար, ամեն րոպե Գալյան սպասում էր, որ կտեսնի Ղազանչյանի մեքենան իրենց հետից, բայց նա չեկավ, երբ նրանք հասան ամառանոցին, ալը սկսում էր մայր մտնել, շենքը հին էր, կիսավեր, պատերը ծածկված մամուռով, Սոնան ցույց տվեց տեղը, փոքրիկ բակ շենքի հետում, որտեղ հողը տարբերվում էր մնացածից, այստեղ, ասաց նա, նրա ձայնը կոտրվեց, այստեղ է իմ աղջիկը, նրանք սկսեցին փորել ձեռքերով, բահերով, ցանկացած բանով, ինչ գտան, եւ մեկ ժամ անց նրանք գտան այն, ինչ փնտրում էին։ Ոսկորներ, փաթաթված հին գորգի մեջ, այդ գորգի անկյունում կար ինչ-որ բան, ինչը սառեցրեց նրանց արյունը, ոսկե մատանին փորագրությամբ Արմինե, Սոնան ընկավ ծնկների վրա բռնեց այդ մատանին, նրա լացը լցրեց լեռները, Գալյան Մարինեն կանգնած էին այնտեղ, նայելով այդ ոսկորներին, հասկանում էին, որ սա կարող էր լինել նրանցից յուրաքանչյուրը, սա կարող էր լինել ցանկացած կին, ով համարձակվեց ասել ոչ Ղազանչյանին, մենք պետք է զանգահարենք ոստիկանությանը, ասաց Մարինեն, հենց հիմա, բայց երբ Գալյան հանեց հեռախոսը, նա լսեց ձայն իր հետից։ Ես չէի կարծում, որ դու այդքան հիմար ես, Գալիա, նրանք շրջվեցին տեսան Ղազանչյանին կանգնած ամառանոցի դռան մոտ, ձեռքը գրպանում, նա չէր միայն, նրա հետ էին երկու տղամարդիկ, մեծ, ուժեղ, վտանգավոր տեսքով, դուք իսկապես կարծեցիք, որ ես չեմ իմանա, ասաց Ղազանչյանը, նրա ձայնը սառը էր, ինչպես ձմեռային քամին, դուք իսկապես կարծեցիք, որ կարող եք ինձ հաղթել, նա մոտեցավ, Գալյան տեսավ նրա աչքերում ինչ-որ բան, ինչը նա երբեք չէր տեսել, դա չէր բարկություն, ոչ էլ ատելություն, դա էր մահ։ Եվ այդ պահին Գալյան հասկացավ, որ նրանք բոլորը գտնվում էին մեծ վտանգի մեջ, բայց նա հասկացավ, որ սա էր նրանց միակ հնարավորությունը, որովհետև Ղազանչյանը եկել էր այստեղ թաքցնելու իր հանցագործությունը, եւ դա նշանակում էր, որ նա վախենում էր։ Առաջին անգամ իր կյանքում Ղազանչյանը վախենում էր, եւ վախը դարձնում էր նրան խոցելի, բայց արդյոք Գալյան կարող էր օգտագործել այդ խոցելիությունը, եւ ինչ գնով, Գալյան կանգնեց Ղազանչյանի դիմաց, առաջին անգամ 30 տարվա ընթացքում նա չնահանջեց։ Դու չես կարող մեզ բոլորիս սպանել, ասաց նա, նրա ձայնը հանգիստ էր, անսպասելի հանգիստ, մենք արդեն ուղարկել ենք նամակներ լրագրողներին, իշխանություններին, եթե մենք չվերադառնանք, նրանք կգիտենան, թե որտեղ փնտրել, եւ նրանք կգտնեն ոչ միայն Արմինեին, այլ քո բոլոր այլ զոհերին։ Դա սուտ էր, նրանք չէին ուղարկել ոչ մի նամակ, բայց Ղազանչյանը չգիտեր դա, Գալյան տեսավ կասկածը նրա աչքերում, տեսավ, թե ինչպես նա հաշվարկում է հավանականությունները, դու բլեֆ ես անում, ասաց Ղազանչյանը, բայց նրա ձայնում կար անվստահություն։ Դու միշտ եղել ես թույլ։ Դու երբեք չես ունեցել համարձակություն գործելու, Գալյան ժպտաց, դառը, ցավոտ ժպիտ, դու ճիշտ ես, ասաց նա, ես եղել եմ թույլ, ես եղել եմ գերի, բայց դու գիտես, թե ինչ է տարբերությունը այժմ, ես այլս չունեմ ոչինչ կորցնելու։ Դու վերցրել ես ամեն ինչ, իմ ընտանիքը, իմ երազանքները, իմ կյանքը, եւ երբ մարդը կորցնում է ամեն ինչ, նա դառնում է ազատ անելու այն, ինչ ճիշտ է, անկախ հետանքներից, նա քայլեց դեպի Ղազանչյանը, յուրաքանչյուր քայլով նա զգում էր, թե ինչպես 30 տարվա շղթաները կոտրվում են։ Դու կարծում էիր, որ կարող ես վերահսկել ինձ հավերժ, շարունակեց նա, բայց դու մոռացար մի բան, նույնիսկ ամենաթույլ մարդը, երբ հասցվում է անկյուն, դառնում է վտանգավոր, եւ դու, Լոն Ղազանչյան, հասցրել ես ինձ այն անկյունին, որտեղից ետ ճանապարհ չկա։ Ղազանչյանը նայեց նրան, առաջին անգամ Գալյան տեսավ վախ նրա աչքերում, իրական վախ, նա շրջվեց դեպի իր մարդկանց, վերցրեք նրանց, հրամայեց նա, բայց նախքան նրանք կարողանային շարժվել, լսվեցին ձայներ, մեքենաների շարժիչներ, քայլեր, հեռախոսազանգեր։ Եվ հետո լույսեր, բազմաթիվ լույսեր, որոնք լուսավորեցին ամառանոցը, ոստիկանություն, իրական ոստիկանություն, ոչ թե տեղական, այլ Մոսկվայից, Սոնան, պարզվեց, իսկապես ուղարկել էր նամակներ, տարիներ առաջ, այդ նամակները հասել էին ճիշտ մարդկանց։ Նրանք հետաքննում էին Ղազանչյանին տարիներ շարունակ, բայց երբեք չէին ունեցել բավարար ապացույցներ, մինչ հիմա, Գալյան նայեց, թե ինչպես Ղազանչյանին ձերբակալում են, ինչպես նրան տանում են, առաջին անգամ 30 տարվա ընթացքում նա զգաց ինչ-որ բան, ինչ մոռացել էր, հույս, բայց արդյոք դա բավական էր, արդյոք մի ձերբակալություն կարող էր վերադարձնել այն, ինչ կորցրել էին այդ բոլոր կանայք, եւ ինչ էր սպասում նրանց հիմա, երբ հրեշը վերջապես բանտարկված էր, Ղազանչյանի դատավարությունը տեց 11 ամիս։ Այդ 11 ամիսների ընթացքում Գալյան, Մարինեն, Սոնան վկայություն տվեցին, նրանք պատմեցին ամեն ինչ, բռնությունը, սպառնալիքները, շանտաժը, եւ նրանք միայնակ չէին, մեկ առ մեկ այլ կանայք սկսեցին առաջ գալ, կանայք, ովքեր տարիներ շարունակ լռել էին վախից, նրանք պատմեցին իրենց պատմությունները, յուրաքանչյուր պատմություն նման էր Գալյանին, դատավորը լսում էր, նրա դեմքը ավելի ու ավելի խստանում էր, Ղազանչյանը փորձեց պաշտպանվել, նա ասաց, որ բոլոր այդ կանայք սուտ են ասում, որ նրանք նախանձում են նրա հաջողությանը,
որ սա դավադրություն է, բայց ապացույցները չափազանց բազմաթիվ էին, չափազանց հստակ, Արմինեի ոսկորները, բժշկական տեղեկանքները, ոստիկանական հաշվետվությունները, տասնյակ վկաներ, երբ վճիռը հրապարակվեց, դահլիճը լցված էր։ Ղազանչյանին դատապարտեցին 25 տարի։ Բանտարկության, սպանության, բռնության, շանտաժի բազմաթիվ այլ հանցագործությունների համար, երբ նա լսեց վճիռը, նրա դեմքը չփոխվեց, նա պարզապես նայեց Գալիային, այդ հայացքում կար խոստում, սա ավարտված չէ, բայց Գալիան այլևս չվախեցավ, նա նայեց հետ։ Առաջին անգամ իր կյանքում նա զգաց իշխանություն, ոչ թե իշխանություն ուրիշների վրա, այլ իշխանություն իր սեփական կյանքի վրա, երբ Ղազանչյանին տարան դատարանից, Գալիան դուրս եկավ փողոց, ары ծագում էր, լույսը այնքան պայծառ էր, որ նա ստիպված էր փակել աչքերը։ Բայց երբ բացեց դրանք, նա տեսավ ինչ-որ բան, ինչ չէր տեսել երկար տարիներ, ապագա, ոչ թե վախեցնող, մութ ապագա, այլ բաց լույսով լի, նա չգիտեր, թե ինչ կբերի այդ ապագան, բայց առաջին անգամ 30 տարվա ընթացքում նա ուզում էր իմանալ։ Նա ուզում էր ապրել, բայց արդյոք նա կարող էր, արդյոք մարդը, ով այդքան երկար ապրել է որպես գերի, կարող է սովորել կրկին լինել ազատ։ Դատավարությունից հետո Գալիան հեռացավ թատրոնից, նա չէր կարող այլևս կանգնել այն բեմի վրա, որտեղ Ղազանչյանը վերահսկել էր նրա յուրաքանչյուր շարժումը, նա տեղափոխվեց փոքրիկ բնակարան քաղաքի մյուս ծայրում, որտեղ ոչ ոք չէր ճանաչում նրան, նա սկսեց աշխատել փոքրիկ գրադարանում, որտեղ օրերը անցնում էին հանգիստ լուռ, Մարինեն նույնպես հեռացավ թատրոնից։ Նա վերադարձավ իր ծնողների մոտ, սկսեց դասավանդել դրամայի արվեստ երիտասարդներին, նրանք երկուսը հանդիպում էին երբեմն, սուրճ խմելու, խոսելու, հիշելու, բայց նրանք երբեք չխոսեցին Ղազանչյանի մասին, այդ գլուխը փակված էր, Սոնան վերջապես թաղեց իր դստերը, ճիշտ թաղում, ճիշտ գերեզման, նա կանգնեց այնտեղ, ծաղիկներ դրեց, ասաց բառերը, որոնք սպասել էր ասել 30 տարի։ Հանգստացիր, իմ աղջիկ, արդարությունը վերջապես իրականացավ, բայց արդյոք դա իսկապես արդարություն էր, 25 տարի բանտարկության, տասնյակ ոչնչացված կյանքերի համար, արդյոք դա բավական էր, թե որոշ հանցագործություններ այնքան մեծ են, որ ոչ մի պատիժ չի կարող լինել բավարար։ Գալիան մտածում էր այս հարցերի մասին ամեն գիշեր, նստած իր փոքրիկ բնակարանում, նայելով պատուհանից դեպի քաղաքի լույսերը, նա մտածում էր այն կանանց մասին, ովքեր չէին վերապրել, այն կանանց մասին, ովքեր վերապրել էին, բայց կոտրված, նա մտածում էր իր սեփական կյանքի մասին, 30 տարի, որոնք նա երբեք չէր վերադարձնի, եւ նա մտածում էր Ղազանչյանի մասին, նստած բանտում, դեռ կենդանի, դեռ շնչում, մինչդեռ նրա զոհերը մեռած էին կամ ապրում էին որպես ուրվականներ, արդյոք դա արդար էր, բայց հետո նա հիշում էր այն պահը դատարանում, երբ վճիռը հրապարակվեց, հիշում էր այն թեթությունը, որը զգաց, երբ Ղազանչյանին տարան, եւ նա հասկանում էր, որ արդարությունը կատարյալ չէ, բայց այն ավելի լավ է, քան ոչինչ, այն ավելի լավ է, քան լռությունը, ավելի լավ է, քան վախը, եւ թերս դա էր ամենակարևորը, ոչ թե պատիժը, այլ այն փաստը, որ ճշմարտությունը վերջապես ասվեց, որ զոհերը վերջապես լսվեցին, որ հրեշը վերջապես անվանվեց իր իսկական անունով, 1991 թվականին 6 տարի Ղազանչյանի դատավարությունից հետո Գալիան ստացավ նամակ, այն եկել էր բանտից, ուղարկողը Ղազանչյանն էր, Գալիան երկար ժամանակ պահեց այդ նամակը, չբացելով, նա վախենում էր, թե ինչ կարող է լինել այնտեղ, վախենում էր, որ նույնիսկ բանտից Ղազանչյանը կարող է գտնել ճանապարհ վնասելու նրան, բայց վերջապես մի գիշեր, երբ նա չէր կարող քնել, նա բացեց այն, ներսում միայն մեկ էջ էր, գրված Ղազանչյանի ձեռագրով, Գալիա, սկսվում էր այն, ես գիտեմ, որ դու ատում ես ինձ, ես գիտեմ, որ դու կարծում ես, թե ես հրեշ եմ, եւ թերս դու ճիշտ ես, բայց ես ուզում եմ, որ դու իմանաս մի բան, ամեն ինչ, ինչ ես արեցի, որովհետեւ սիրում էի քեզ, իմ սեփական ծուռ, հիվանդ ձով, բայց ես սիրում էի, եւ երբ դու դավաճանեցիր ինձ, երբ դու փորձեցիր ինձ ոչնչացնել, դա ավելի ցավեց, քան ցանկացած բան, որ ես երբեք զգացել եմ, բայց ես չեմ զղջում, ես կրկին կանեի նույնը, որովհետեւ այդ 30 տարիները քեզ հետ էին ամենալավ տարիները իմ կյանքում, նույնիսկ եթե քեզ համար դրանք էին ամենավատը, ես գիտեմ, որ դու երբեք չես ների ինձ, բայց ես հուսով եմ, որ մի օր դու կհասկանաս, որ մենք երկուսս էլ եղանք գերիներ, դու իմ սիրո, ես իմ հիվանդության, եւ թերս շատ տարիներ անց, երբ մենք երկուսս էլ մեռած կլինենք, մեկը կհիշի մեզ ոչ թե որպես հրեշ զոհ, այլ որպես երկու ողբերգական մարդիկ, ովքեր չկարողացան գտնել ճանապարհ դեպի լույսը։ Գալիան կարդաց այդ նամակը, զգաց ինչ-որ բան, ինչ չէր սպասում զգալ, ոչ թե բարկություն, ոչ թե ատելություն, այլ գորովանք, ոչ թե Ղազանչյանի նկատմամբ, այլ այն մարդու նկատմամբ, ով նա կարող էր լինել, եթե չլիներ իր հիվանդությունը, գորովանք այն բոլոր կյանքերի նկատմամբ, որոնք ոչնչացվեցին, այն բոլոր հնարավորությունների նկատմամբ, որոնք երբեք չիրականացան, նա այրեց այդ նամակը, դիտեց, թե ինչպես բառերը վերածվում են մոխրի, զգաց,
Թե ինչպես վերջին կապը Ղազանչյանի հետ կտրվում է, նա ազատ էր, իսկապես ազատ, բայց ազատությունը պարզվեց ուներ իր սեփական ցավը, որովհետև ազատությունը նշանակում էր ապրել այն հարցերի հետ, որոնց պատասխան երբեք չէր լինի, ինչու՞։ Նա, ինչու՞։ Այդ 30 տարիները, եւ արդյոք նա կարող էր երբե իսկապես ազատվել, թե՞։ Ղազանչյանի ստվերը միշտ կմնա նրա հետ։ Գալյան Նովենցը մահացավ 1999 թվականին, 61 տարեկան հասակում։ Պաշտոնական տարբերակը սրտի կաթված էր։ Նրան գտան իր բնակարանում, նստած աթոռին, գիրք բաց նրա գրկում։ Թաղմանը եկան հարյուրավոր մարդիկ, 5 գործընկերներ, երկրպագուներ, այն կանայք, ում նա օգնել էր իր վկայությամբ։ Մարինեն խոսեց, նրա ձայնը դողում էր։ Գալյան Նովենցը եղավ ավելին, քան դերասանուհի, ասաց նա եղավ հերոս, նա եղավ կինը, ով համարձակվեց ասել ճշմարտությունը, երբ բոլորը լռում էին, նա եղավ կինը, ով փրկեց ինձ բազմաթիվ այլ կանանց, եւ թե նրա կյանքը լի էր ցավով, նա երբեք չկորցրեց իր արժանապատվությունը, նա երբեք չկորցրեց իր մարդկայնությունը, բայց մի բան, որ Մարինեն չասաց, մի բան, որ ոչ ոք չգիտեր, այն էր, որ Գալիայի բնակարանում նրա անկողնու տակ գտան մի տետր կարմիր կաշվե կազմով, այն տետրը, որտեղ նա գրել էր իր պատմությունը։ Ոստիկանությունը վերցրեց այն, բայց երբեք չհրապարակեց։ Նրանք ասացին, որ դա անձնական էր, որ Գալյան չէր ուզում, որ այն հրապարակվի, բայց ճշմարտությունը այն էր, որ այդ տետրում կային անուններ, հզոր մարդկանց անուններ, ովքեր օգնել էին Ղազանչյանին, ովքեր ծածկել էին նրա հանցագործությունները, եւ այդ մարդիկ դեռ կենդանի էին, դեռ իշխանության մեջ, եւ նրանք ուզում էին, որ այդ անունները մնան թաքնված, այսպիսով, Գալիայի վերջին ճշմարտությունը, նրա վերջին վկայությունը անհետացավ, ինչպես այնքան բազմաթիվ ճշմարտություններ անհետացել են պատմության մեջ, բայց արդյոք դա նշանակում է, որ նրա պայքարը անօգուտ էր, թե՞ այն փաստը, որ նա համարձակվեց կանգնել, այն փաստը, որ նա համարձակվեց խոսել, արդեն բավական էր։ Թերս ճշմարտությունը այն է, որ յուրաքանչյուր պայքար, անկախ արդյունքից, ունի իր արժեքը, յուրաքանչյուր ձայն, որը բարձրանում է անարդարության դեմ, անկախ նրանից, թե արդյոք այն լսվում է, ունի իր իմաստը, եւ Գալյան Նովենցի ձայնը, թե լռեցված, դեռ հնչում է այն կանանց մեջ, ում նա ոգեշնչեց, այն մարդկանց մեջ, ում նա սովորեցրեց, որ նույնիսկ ամենամութ գիշերում կարելի է գտնել լույս։ Ինչ վերաբերում է Լոն Ղազանչյանին, նա մահացավ բանտում 1997 թվականին, 12 տարի իր դատապարտումից հետո, պաշտոնական տարբերակը նույնպես սրտի կաթված էր, բայց բանտի բժիշկը, ով խոսեց անանուն, ասաց, որ Ղազանչյանի վերջին օրերը լի էին ցավով։ Ոչ թե ֆիզիկական ցավով, այլ մի այլ տեսակի գիտակցությամբ, որ նա կորցրել է ամեն ինչ, նրա անունը, որը մեկ ժամանակ հարգված էր, այժմ դարձել էր հայհոյանք, նրա աշխատանքը, որը մեկ ժամանակ գովաբանված էր, այժմ մոռացված էր, եւ նրա իշխանությունը, որը մեկ ժամանակ բացարձակ էր, այժմ ոչինչ էր։ Նա մահացավ միայնակ, մոռացված, ատված, եւ թերս դա էր ամենամեծ պատիժը, ոչ թե բանտարկությունը, այլ գիտակցությունը, որ նրա կյանքը, որը նա կառուցել էր ուրիշների տառապանքի վրա, վերջապես փլվել է, բայց նույնիսկ մահվան պահին, ըստ բժշկի, Ղազանչյանը չզղջաց, նրա վերջին բառերը եղան. Ես արեցի այն, ինչ պետք էր անել, ես ապրեցի այնպես, ինչպես ուզում էի ապրել, եւ այդ բառերը թերս ավելի սարսափելի են, քան ցանկացած խոստովանություն, որովհետեւ դրանք ցույց են տալիս, որ նույնիսկ վերջում Ղազանչյանը չհասկացավ իր հանցագործությունների մեծությունը, նա չհասկացավ այն ցավը, որը պատճառեց, նա մնաց հիվանդ մինչ վերջ, հիվանդ մարդ, ով երբեք չբուժվեց, երբեք չփոխվեց, եւ թերս դա է ամենամեծ ողբերգությունը, ոչ թե այն, որ չար մարդիկ գոյություն ունեն, այլ այն, որ նրանք երբեք չհասկանում են, թե որքան չար են։ Այսօր 30 տարի անց այդ իրադարձություններից Գալյան Նովենցի անունը դեռ հիշվում է, ոչ թե որպես զոհ, այլ որպես վերապրող, ոչ թե որպես կոտրված կին, այլ որպես կին, ով վերակառուցեց իրեն։ Երիտասարդ դերասանուհիները սովորում են նրա մասին դասարաններում, կարդում են նրա պատմությունը, ոգեշնչվում են նրա համարձակությամբ։ Մարինեն, ով այժմ ծեր կին է, դեռ դասավանդում է, նա միշտ պատմում է իր աշակերտներին Գալիայի մասին, նա սովորեցրեց ինձ, ասում է Մարինեն, որ անկախ նրանից, թե որքան մութ է գիշերը, միշտ կա լույս, եւ երբեմն այդ լույսը պետք է լինես դու ինքդ, բայց կան նա հարցեր, որոնք մնում են անպատասխան։ Այն տետրը, որը գտան Գալիայի բնակարանում, որտեղ է այժմ, ովքեր էին այն հզոր մարդիկը, ովքեր օգնում էին Ղազանչյանին։ Արդյոք նրանք երբեք կպատասխանատվության կկանչվեն, եւ քանի այլ Ղազանչյաններ կան դեռ այնտեղ, թաքնված իշխանության հեղինակության ետում, շարունակելով իրենց հանցագործությունները, սրանք հարցեր են, որոնց պատասխանները մենք չգիտենք, բայց մենք գիտենք մի բան, Գալյան Նովենցի պատմությունը պետք է պատմվի։ Ոչ թե որպես զգուշացում, թե այն այդպես է, ոչ թե որպես ողբերգություն, թե այն այդպես է, այլ որպես հուշում, որ նույնիսկ ամենամութ ժամանակներում, նույնիսկ ամենաանհուսալի իրավիճակներում մարդկային ոգին կարող է հաղթել, որ ճշմարտությունը, անկախ նրանից, թե որքան
Ուշ է գալիս, վերջապես գալիս է, եւ որ արդարությունը, անկախ նրանից, թե որքան անկատար է, ավելի լավ է, քան լռությունը։ Ընկերներ, ինչպես եք վերաբերվում Գալիան Օվենցին, արդյոք նա զոհ էր համակարգի, թե իր սեփական ընտրությունների, արդյոք նա կարող էր փախչել ավելի վաղ, թե իրավացիորեն վախենում էր իր ընտանիքի համար, եւ ամենակարևորը, արդյոք նրա պատմությունը փոխեց ինչ-որ բան, թե նման բաները դեռ շարունակվում են այսօր։ Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում, մեզ համար կարող է իմանալ, թե արդյոք նրան հիշում են ձեր քաղաքում։ Դրեք լայք ճշմարտության համար, բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի չբաց թողնեք այլ պատմություններ, որոնք պետք է պատմվեն, որովհետև յուրաքանչյուր լրացված ձայն, յուրաքանչյուր թաքնված ճշմարտություն է մեկ այլ Գալիան Օվենց, ով սպասում է, որ նրա պատմությունը լսվի։